Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ հերքինս ես, Սուրբ Եղիցի անունքով, եկես է արքայություն քո, Եղիցին կամքով, որպես հերքինս եւ երկրի, ըսած մեր անապազորդ, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիսներ, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի գործություն, այլ փրկյաս մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Այսօր կներկայացնենք Գորիսի Սուրբ Փրկիչների եկեղեցի, որը կարևոր եւ պատմական նշանակություն ունի մեր քաղաքի համար։ Սուրբ Փրկիչների եկեղեցի միանավ բազլիկ հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1776 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզի Հինգորից գյուղատեղիում, հաշվի առնելով դարաշրջանի բնորոշ առանձնահատկությունները, մոտավոր հաշվարկների շնորհիվ եկեղեցին թվագրվել է 17-րդ դարով, սակայն եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա հայտնաբերվել է մի արձանագրություն հետևյալ բովանդակությամբ. հիշատակ է եկեղեցի Սպաղարիի որդի Մելիքոհանին։ Փաստորեն հետևյալ արձանագրությունից տեղեկանում ենք ոչ միայնում հիշատակին է կառուցվել այս եկեղեցին, այլ նաև հաստատվում է կառուցման թվականը, որը եղել է 1776 թվականը։ Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հենց ինքը Մելիքոհանը։ Եկեղեցին միանավ բազլիկ կառույց է, երկու մուտք ունի, արևմտյան եւ հարավային կողմից, ունի 4 պատուհան, մեկական արևելյան եւ արևմտյան պատերին են, մյուս երկուսը հարավային պատին են։ Կառույցի հյուսիսային կողմից կա 2 սենյակ, դրանցից մեկի մուտքը եկեղեցու ներսի կողմից է, այն եղել է որպես ավանդատուն։ Մյուս սենյակի մուտքը դրսից է, արևմտյան կողմից։ Սենյակի ներսում վառարանի առկայությունը մեզ հուշում է, որ այն ծառայել է որպես հոգևորականների համար նախատեսված կացարան։ Եկեղեցու պատերը անմշակ բազալտով են շարված, մուտքերի եւ լուսամուտների շրջանակները, պատերի անկյունային հատվածները եւ ներսի միակ որնակամարը շարված են հիանալի մշակված բազալտով։ Ավելի ուշ շրջանում ներսից եւ դրսից ծեփվել է կրաշաղախով։ 2010 թվականին եկեղեցու շրջակայքում կատարված հնագիտական պեղումներից պարզ դարձավ, որ այն չունի գետնախարիսխ եւ պատերը շարված են անմիջապես ժայռի վրա։ Եկեղեցին փաստորեն կառուցված չէ մեկ այլ ավելի հին կառույցի հիմքերի վրա։ Դարերի ընթացքում այս եկեղեցում հնչածաղոթքներն ու հոգևոր արարողությունները շարունակում են կապել սերունդներին։ Այս կադրը հենց այստեղ ընթացող արարողություններից էր։ Այժմ կծանոթանանք Գորիսի ուխտատեղուն, որի մասին պահպանված տեղեկությունները ցավոք շատ քիչ են։ Արմենի Սարի հարակից տարածքը տարիներ շարունակ եղել է ոչ բարեկարգ վիճակում։ Վերջերս սկսեցին վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքները, բացի բարելավելուց կառուցեցին նաեւ սրբատեղի։ Այդ սրբատեղի կառուցման հիմքում ընկած է բոլոր հիվանդներին առողջություն գաղափարը։ Միգուցե հենց դա է պատճառը, որ այցելուներից շատերը ասում են, որ այդ տարածքն օժտված է յուրահատուկ էներգիայով։ Բացի խաչից սրբավայրում տեղադրվել է արցախյան 3 պատերազմների զոհերի հիշատակը, հավերժացնող խաչքար եւ աղոթատեղի։